Բարի երեկո, սիրելի ընկերներ։ Ինչպես միշտ բարդաթրված մտնում եմ ուղիղ եթեր։ Այս վերջերս բոլորը Զորավար Մանվել Գրիգորյանին, գեներալ Մանվել Գրիգորյանին սկսեցին այնպես անել, կնա մերիր արի սիրեմ։ Ես չեմ իմանում այդ մարդիկ որտեղ էին։ Երբ գեներալ Մանվելին սերպակալեցին, գլխին սարկեցին, ես միշտ իր պաշտպաններից եղած եմ։ Ազգային անվտանգության ծառայության առաջ այդ օրը, որ Դուշոնգայի պատմությունը հանեցին, նույն օրը Թեր Դուշոնգայի պատմությունը երեկոյան չէին հնարել, ազգային անվտանգության ծառայության առաջ ազատամարտիկներով եւ ես մենք փողոքի ակցիա ենք անում։ Ազգային անվտանգության ծառայությունից մարդիկ դուրս եկան, ասանք ինձ մեկ կողմ քաշեցին, ասին Աջեմյան, շահը, ինչ ես անում։ Զարմացել էի, որ ինձ ճանաչում են։ Եվ քաղտիկ չի գա, մինչև 18 թիվ Նիկոլ Փաշինյանի իշխանություն ամենտեղ սիրված ու հարգված եմ եղել։ Եվ նախագահից մինչև ոստիկանապետ, մինչև ազգային անվտանգության ծառայություն բոլորը ինձ ճանաչել են։ Մաքուր մարդ եմ եղել, շիլակ մարդ եմ եղել, քիթս ոչ մի բանի մեջ չեմ գողել, միշտ հարգված եմ եղել, այսինքն չզարմացա, եկան ասին մի արա, էլի մի արա, համոզում էին։ Ես իմ Facebook-ը, ինչպես միշտ հիշեցնում եմ, 18 թվականից մինչև այսօր 17 անգամ փակվել է։ Մոնթեի նկարը տնելուց, մի բան խոսելուց, մի բան, 17 անգամ 18 թվականից մինչև այսօր իմ Facebook-ը փակվել է։ Չունեմ այդ փաստերը, որ ասեմ, տեսեք ժամանակին ինչ եմ խոսել, ինչ նկարներ եմ դրել, ինչ արտահայտություններ եմ ունեցել, դրանք չնչված են։ Բայց իմ հին ընկերները կհիշեն։ Երբ որ ես Մանվել Գրիգորյանը գեներալը սերպակալվեց, մի անգամ իմ Facebook-ի վրա այնպես բան եմ գրել, խոսել, արել, պաշտպանելով 77,000 հոգի ինձ կֆրդեց։ Էլ Սերժի Լապամանից ուդող, էլ քողավազակ, էլ դու էլ Դուշոնկա քողացող, ինչ ասեք, ասեցին իմ մասին։ Փողոց դուրս է գալիս, մեկը որ նայում էր ինձ, ասում է կարողա Facebook-ից ծանոթա ինձ նայում է։ 77,000 küfür եմ գերել։ Էլ ոչ հերս են թողել, ոչ մերս են թողել, ոչ մի սրբություն չեն թողել, կֆրդել են ինձ։ Ու մեկը ձբդուն չէր հանում։ Ինչի եմ պատմում ես ամենը։ Վերջին ժամանակները բոլորը զորավարը, որելներ, զորավարը, բա ուր էիք, ուր էիք։ Ամեն մեկը 1000 թուման էիք դալիս մեկ մգանձակը մտնելու համար։ Ես էի պաշտպանող։ Մատների վրա հաշվող մարդիկ էին։ Երկրաբահին հալածեցին Մանվելից հետ, սերպակալությունից հետ։ Ես որպես այդ ժամանակ Աչափնյակի Երկրաբահի փոխնախագահ, ես ու մեր նախագահ Անտրանիկ Ավետիսյանը նստում էինք այսպես Երկրաբահում, սպասում էինք կային ազգային անվտանգության ծառայությունը մասկաներով, զենքերով, գալիս փոխնախագահներ էին բռնում, նախագահներ էին բռնում, Երկրաբահի գետրոններն էին նստուկում, չեմ գիտել ինչ։ Ու այդ օրերին Երկրաբահի դղերքի 99%-ը վախից Երկրաբահ ոտ չէր տնում։ Սպասում ենք, թող կանախ բռնեն, սխալ բան չունենք։
Ոչ զենք ունենք, ոչ զինամթերք ունենք, ոչ մի սխալ բան չունենք, կա, հեսա թող կա։ Ինչ պիտի անեն, ստուգում են, թող ստուգեն, խոզարգում են, թող խոզարգեն։ Այս ամբողջ պատմության սկիզբը զորավար գեներալ Մանվել Գրիգորյանը ցերպակալությունից առաջ հեռախոս գանշադեր խոսում ես կնա այդտեղ խոսա ցերպակալությունից առաջ բադահական ԵԳՄ-ի վարչության շենքում էի ուրեմն գեներալ ամեն շաբաթ Երևանի բոլոր դարաշքային բաժանումների նախագահների հետ մի ժողով գանի հանուց այդ օրը վարչությունում էի ինձ էլ հրավիրեցին ասին արի ասում ես երկրաբային նախագահ չեմ ես փոխնախագահ եմ ես ինչ գործ ունեմ չէ դու էլ արի բոլորը ինձ էլ հրավիրեցին գնաց գեներալի գրասենյակում նստանք եւ գեներալը շատ հանգիստ հանդարտ ասեց դղերք ջան ասեց ես չեմ հասկանում այստեղ նորից եմ ասում այս ժողովին ներկա էին Երևան քաղաքի մայրաքաղաքի մեր երկրաբայ բոլոր նախագահները բոլոր բաժանումների նախագահները ես մինակ փոխնախագահ բադահական այդտեղ հրավիրել էին ես էլ նստա այդ ժողովին գեներալը ասեց դղերք ասեց ես չեմ հասկանում ինչ է գդարվում ուր են դանում մեր երկիրը այս մարդիկ ուզում են մեր երկիրը իրա բարերն եմ ասում ուզում են մեր երկրում գյոթություն բերել գյոթությունը քաչալերել ուզում են մեր երկրում ամերիկյան բազա տնեն որ Իրանին խփեն ուզում են այս ասեց ես չեմ հասկանում դղերք ասեց դուք նախագահներին դարաշքային բար դուք իմ հետ ջանաբար եք անցել բادرազմի դաշտում ջանաբար եք անցել իմ գլխին սարքելու են ինձանից ով գհերանա այսքան չեմ նեղանա Իրանից գահասկանամ ով ինձանից գհերանա այսքան չեմ նեղանա նայեք դղերք ասեց չեմ ուզի որ վատ դրության մեջ գտնեք ով ինձանից կհերանա այսքան չեմ նայ իմ գլխում սարքել են այնպես էր խոսում հանգիստ հանդարտ ցանկումս առաջի անգամ այդ ժողովի մասնակցեցի ու վերջինը եղավ երկար սեղանի վրա սեղանի մեկ ձայրը ինքն է մյուս կողմը ես էի ու ամբողջ իր խոսակցության ընթացքում միան ինձ էր նայում իմ մասին լսել էր ինձ կճանաչեր հերվից երբեք մոդիկ չեմ եղել ոչ հետը սեղան եմ նստել ոչ բաժակ եմ խմել գիտեր թե ես ինչ լավ գործունեություն եմ անում լավ բաներ եմ անում Աչափնյակի երկրաբայ դարաշքային բաժանմունքում իմ մասին լսել այսպես ասում են այս մարդը ով է ինչ որ է այսպես միան ինձ իմ աչքերի մեջ նայելով բոլորին խոսում էր եւ ես ինքս ինչ մեղքս բան ասում եմ բտկումս այսպես գարավ հանգիստ խոսել տխտագիցները հետ ինչի համար մի քիչ գոշտ է հիացել էի իր հանգիստ խոսելուն ասեց մարդը ասեց իմ գլխին սարքելու են ու սարքեց այսօր բոլորը փոշմանել են գնա մեր իր արի սիրեմ են անում բոլորը խոսում են ուրախ եմ մեկ կողմ ուրախ եմ որովհետև իրական հայրենասեր մարդը ով իր ասկին համար գործունեություն է արել յանքն է տվել արուն քրդին կատապել ինչ կան էլ սեխի մեջ տատախեն ոսկին գմնա ոսկի փայլուն
Չգիտեմ ինչու ուզեցի այս ամեն ինչը ձեր հետ կիսվել։ Փառք գեներալին, երկնային ծնունդը շնորհավոր, թող իր օրինակը, իր կյանքի ապրած օրինակով նոր սերունդներ դաստիարակվեն, նոր հերոսներ ծնվեն մեր ազգի մեջ։ Այդ կապը բարի գիշեր ընկերներ։ Ուզեցի այս կանը ձեր հետ կիսվել։ Մարդը ասեց, իմ գլխին սարքել են, անցավ 2-3, չեմ հիշում, մի 3-4 շաբաթ, այսպես 5 շաբաթ գլխին սարքեցին դուշոնգայի խնդիրը։ Բարի գիշեր, լավ մնացեք։